Աստծո խոսքն ասում է. լավ է Տիրոջը ուսալ, քան մարդկանց ապավինելը։ Լավ է Տիրոջը ուսալ, քան թե իշխաններին ապավինելը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, Աստված պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի հույսը։ Երբեմն մենք էլ ենք մտածում, որ մեր կյանքում ոչինչ չի կարող լինել, ախր ես Աստծո զավակ եմ, ախր ես Սուրբ Հոգու տաճար եմ, Սուրբ Հոգին բնակված է իմ մեջ եւ իմ հույսս Աստծո վրա դնելով, բայց եթե ես ապրում եմ մեղքի կյանքով, եթե ես ապրում եմ անարդար կյանքով, Տիրոջից չսպասել որևիցե օգնություն։ Իսրայելը այդ հավատքն ուներ, եւ այդ հույս ուներ, որը որ կեղծ հույս էր։ Եվ նրանք ապավինել էին այդ ամենին։ Հոբը ասում է. այսպես են բոլոր Աստծուն մոռացողների ճանապարհները, եւ կեղծավոր հույսը պիտի կորչի, որովհետև նրա վստահությունը պիտի կտրվի եւ նրա հույսը սարտի ոստայն է։ Այդ հույսը, որ մարդիկ կապում են, որը որ Տերը չի, որը որ կենթանի Աստված չի կամ ճակերտավոր Տերն է, որի առջև իրանք շիտակ եւ ուղիղ չեն ապրում, այդ հույսը ասում են նման է սարդի ոստայնի։ Տեսել եք սարդը, որ գործուն է այդ ոստայնը եւ հանկարծ մի մեղու կամ մի ճանճ հայտնվում է այդ ոստայնի մեջ։ Ամեն շարժվելով նա իր վրա վտանգ է բերում։ Եվ այդ ոստայնի մեջ հայտնվելը իր մահվան մասին է բարձրաձայնում։ Եվ այդպես են այն մարդիկ, որոնք կեղծ հույս ունեն։ Եթե մենք մեր հույսը դնում ենք կենթանի Աստծո վրա, ապա անպայման պիտի մի բան հասկանանք, որ պետք է մենք նրա առջև շիտակ եւ ուղիղ լինենք։ Եթե դու ուզում ես Տերը քեզ օգնական լինի, եթե ուզում ես Տերը քեզ ապավեն լինի, ապա պետք է միշտ շիտակ եւ ուղիղ լինել։ Եվ գլոբալ առումով ընդհանրապես մեր հույսը չպետք է դնենք ոչ մեր ունեցվածքի վրա, ոչ հարստության վրա, ոչ ծանոթ բարեկամի վրա, ոչ մարդու վրա։ Մեր հույսը պիտի միայն կենթանի Աստված լինի։ Եվ Երեմիան խոսելով սրա մասին զարմանալի է, որ ինքը լինելով Տիրոջ մարգարե, ինքը լինելով Աստծո մարգարե եւ բնակվելով Իսրայելի մեջ անմասն չէր այդ դժվարություններից։ Ինքը իր մասին հետևյալն է գրում. ողբ Երեմիա 3:1-8 ասում է. ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա նրա բարկության գավազանովը։ Թվում է, թե Աստծո մարգարեն է եւ իր կյանքում ոչ մի դժվարություն պիտի չլինի, իր կյանքում ոչ մի խնդիրներ պիտի չլինեն, բայց ասում է ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա նրա բարկության գավազանովը։ Իր մասին բավականին ծանր նկարագրություն է տալիս Երեմիան։ Նա ինձ տարավ ու մանածեց խավարում եւ ոչ թե լույսի մեջ։ Հենց ինձ դեմ դարավ, ձեռքը դարձրեց բոլոր օրը, մաշվեց մարմինս ու մորթս, կոտրատվեցին ոսկորներս, ինձ դեմ շինեց եւ շրջապատեց դառնությունով ու տառապանքով։ Սա նկարագրում է իր մասին, Աստծո զավակ է, Տիրոջ մարգարեն է, մարգարյանում է տարիներ շարունակ Տիրոջ վտանգի մասին, բայց ինքը անմնաց չի մնացել այդ ամենից։ Մութ տեղերում ինձ նստեցրեց հավիտենական մեռելների պես, ետևիցս ցանցով պատեց, որ դուրս չգամ, ծանրացրեց իմ շղթաները, եթե աղաղակեմ էլ, գոչեմ, նա արգիլեց իմ աղոթքս։ Ես չգիտեմ ինչու Աստված թույլ տվեց Երեմիայի կյանքում, Աստծո մարգարեի կյանքում այս ամեն ծանր ճանապարհն անցնել, թե Իսրայելի միայն արտաքին վտանգն էր սպառնում իրան եւ ներքին եւ արտաքին։ Նա այն մարգարեն էր, որ ժողովրդին ասում էր, եթե դուք ուզում եք փրկվեք, պիտի ապաշխարեք։ Նա այն մարգարեն էր, որ հանդիմանում էր եւ ասում էր, դարձեք դեպի կենթանի Աստծուն, Տերը հնարավորություն եւ շանս է տալիս, եւ սրանով մարդկանց աչքի ցել էր ընկել։ Մարդիկ էին նրան ծաղրում եւ ձեռ առնում։ Շարունակություն ասում է, ես ծաղր եղա իմ բոլոր ժողովրդին, նրանց երգը բոլոր օրը։ Ոչ ոք չէր սիրում Երեմիային։
Պատկերացնում եք, նա ապրում էր մի ազգի մեջ, մի ժողովրդի մեջ, որ ոչ մեկ նրան չէր սիրում։ Բոլորի աչքի փուշն էր նա դարձել, որտեղ բոլորին հանդիմանում էր իրենց մեղքերի համար։ Ինձ կշտացրեց Տեր ասում է դառնություններով, օշինդրով արբեցրեց ինձ, կոտրատեց խիճերով իմ ատամները, ինձ մոխիրը դրավ։ Սա իրական նկարագրություն է ինքը տալիս, որ եւ իր ոսկորներն են ջարդել, եւ իր ատամներն են փշրել, եւ իր մորթն է մաշվել, ժողովրդի ծաղր ու ծանակի առարկա է դարձել։ Եվ սա ասում է Տիրոջ ձեռքն էր, որ ինձ դեմ էր դուրս եկել, թե ինչու ես չգիտեմ։ Այսպես հեռացրիր իմ անձը խաղաղությունից, բարիքը մոռացել եմ եւ ասեցի կորավ իմ զորությունը եւ իմ ակնկալությունը Տերիցը։ Հիշիր իմ տառապանքը ու իմ թշվառությունը, օշինդրը եւ դառնությունը։ Թեև նա գիտի, որ աղոթքը մերժել է Տերը, բայց նա դարձյալ աղոթում է եւ խնդրում է։ Լավ հիշում է իմ հոգին եւ խոնարհվում է ինձանում։ Սրանք ես միտքս եմ բերում եւ ասում է. ուրեմն ես հույս ունեմ։ Զարմանալի մի բան։ Աստված հակառակվում է։ Աստված թույլ է տալիս, որ նրան ծեծեն, ջարդեն, չգիտեմ, գցեն խորը տիղմով գուբի մեջ, ժողովրդի ծաղր ու ծանակը դառնա, ոչ մեկ նրան չի սիրում։ Բայց այս ամեն ասում է հիշելով, ես մտածում եմ, ուրեմն հույս ունեմ։ Ինչպիսի մարդ, ինչպիսի հավատքի Տեր։ Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք, որտեղ չպակասեցան նրա գթությունները։ Նրանք ամեն առավոտ նորանոր են։ Մեծ է քո հավատարմությունը։ Եվ շարունակությունում ասում է. իմ բաժինը Տերն է, ասեց իմ հոգին։ Սրա համար նրան եմ հուսալու։ Իմ բաժինը Տերն է, ասեց իմ հոգին։ Դու պատրաստ ես ամեն իրավիճակների ժամանակ, երբ որ բոլորը քեզ դեմ են, իրադարձությունները քեզ դեմ են, փաստերը քեզ դեմ են, դժվարություններն ու խնդիրները քեզ դեմ են, աղոթում ես, աղոթքը չի պատասխանվում, խնդրում ես, աղաղակում ես, երկինքը լուռ է եւ կարծես երկաթ է։ Դու կարող ես ասել. իմ բաժինը Տերն է եւ ես նրան եմ հուսալու։ Մարդիկ գալիս են երբեմն եկեղեցի Աստծուց ինչ-որ մի բան ակնկալելու, հանկարծ որ աղոթքի պատասխանը չեն ստանում, ասում են հաջողություն, ես գնացի։ Աստված ոչ մեկից ոչինչ պարտական չի, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Նա արդեն իր միածին որդին տվել է քեզ համար։ Նա իր կյանքը տվել է քեզ համար, որ դու կյանք ունենաս եւ էլ ավելին։ Մարդու որդին եկավ, որ որոնի եւ ապրեսնի քեզ եւ ինձ։ Բարի է Տերը իրեն հուսացողներին, այն անձին, որ նրան որոնում է։ Լավ է հուսալ եւ սպասել լռությունով Տիրոջ փրկությանը։ Քույրս եւ եղբայրս, եթե այդ ամենը քեզ դեմ են, եթե երկինքը լուռ է, եթե Աստված լուռ է, բայց դարձյալ ես պիտի շարունակեմ հուսալ եւ ապավինել կենթանի Աստծուն։ Սաղմոս 2-ն ասում է. Տիրոջը հանձնիր քո ճանապարհը եւ նրան հուսա եւ նա կկատարե։ Հանձնիր քո բոլոր ճանապարհները եւ հուսա նրան։ Հույսդ Աստծո վրա դիր ու երբեք մի կտրվիր։ Եթե անգամ երկինքը լռում է եւ պատասխան չկա, հանկարծ չլռես, հանկարծ չդադարես, հանկարծ հույսդ չկտրես։